I am Muslim. I am a democratic socialist. Ես երիտասարդ եմ, ես մահմեդական եմ, ես դեմոկրատ սոցիալիստ եմ եւ որ ամենացավալին է, ես հրաժարվում եմ ներողություն խնդրել այդպիսին լինելու համար։ Իր տարիքի գաղափարախոսական ու կրոնական պատկանելիության համար ներողություն խնդրելու ցանկություն չունեցողը 34-ամյա Զոհրան Մամդանին է, 8.4 միլիոն բնակչություն ունեցող Նյու Յորքի պատմության ամենաերիտասարդ առաջնորդը։ New York will remain a city of immigrants, a city built by immigrants. Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, կառուցված ներգաղթյալների կողմից, հզորացված ներգաղթյալների կողմից եւ այսօրվանից ղեկավարվող ներգաղթյալի կողմից։ Ուգանդայում ծնված Զոհրան Մամդանիի վերջին 1 տարվա պայքարը շատ լույսերի ու մեծ երազանքների քաղաքում ապահովեց տասնամյակներ շարունակ չգրանցված ցուցանիշ։ 1 միլիոնից ավելի մարդ վստահեց մեկ մարդու։ Նա արժանացավ ընդհանուր ձայների ավելի քան 50%-ին։ Այսուհետև Նյու Յորքը միայն հարուստ մարդկանց հայրենիքը չէ, ասում է Մամդանին։ Fingers bruised from lifting boxes on the warehouse floor. Պահեստում արկղեր բարձրացնելուց կապտած մատներ, առաքման հեծանիվի ղեկից կոշտացած ափեր, խոհանոցային այրվածքներից սպիտակած մատներ։ Այս ձեռքերին չէր թույլատրվում իշխանություն պահել, եւ այնուամենայնիվ վերջին 12 ամիսների ընթացքում դուք համարձակվել եք ձգտել ավելի մեծ բանի։ Այսպիսով ապագան է մեր ձեռքերում։ Դեմոկրատները Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթելու պատմականորեն ձևավորված սովորություն ունեին։ Մամդանիի հիմնական հակառակորդը 67-ամյա Էնդրյու Կուոմոն էր, մինչև 2021-ը քաղաքը 10 տարի ղեկավարած գործիչը։ Նա հրաժարական էր տվել 2021-ին 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրվելուց հետո։ Ընտրություններում նա ստացել է ձայների 41, իսկ հանրապետական թեկնածու Քուրթիս Լիվան 7%-ը։ Քվեարկությանը մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ, ամենաբարձր ցուցանիշը 1969-ից ի վեր։ Բնակիչների այս ընտրությունը սակայն դուր չէր եկել նախագահ Թրամփին։ Նա մինչև արդյունքների ամփոփումն էր արել իր առաջին սպառնալից գրառումը։ Եթե կոմունիստների թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, ես դժվար թե Դաշնային ֆոնդից գումար հատկացնեմ իմ սիրելի առաջին հայրենիքին, ոչ ավելի, քան անհրաժեշտ նվազագույնն է, քանի որ կոմունիստ քաղաքապետի օրոք այդ երբեմնի հրաշալի քաղաքը 0 շանս ունի հաջողության եւ նույնիսկ գոյատևման։ So Donald Trump, since I know you're watching. Դոնալդ Թրամփ, գիտեմ, որ հետևում եք, ես ձեզ մի քանի բառ ունեմ ասելու, բարձրացրեք ձայնը։ Turn the volume up. Եվ եթե նույնիսկ Թրամփը Մամդանիի այս հորդորից հետո իսկապես բարձրացներ հեռուստացույցի ձայնը, բավական երկար ժամանակ միայն վերջինիս աջակիցների ծափողջյուններն ու հաղթական բղավոցները կլսեր։ We will cut waste from a bloated bureaucracy. Մենք կկրճատենք ուռճացված բյուրոկրատիայի վատնումները, մենք անխոնջ կաշխատենք, որպեսզի լույսերը կրկին փայլեն Նյու Յորքի շենքերում, որտեղ դրանք վաղուց մարել են։ Անվտանգությունն ու արդարադատությունը կհամագործակցեն ձեռք ձեռքի տված, քանի որ մենք կաշխատենք ոստիկանության աշխատակիցների հետ հանցագործությունները նվազեցնելու եւ համայնքային անվտանգության վարչություն ստեղծելու համար, որը կզբաղվի հոգեկան առողջության եւ անօթևանների ճգնաժամով։ And homelessness crises head on. Նյու Յորքի նոր քաղաքապետի հետընտրական այս ելույթը Թրամփին առանձնապես դուր չէր եկել։ Դա շատ զայրացած ելույթ էր։ Ես կարծում եմ, որ նա պետք է բարի լինի իմ նկատմամբ, բայց նա վատ է սկսել։ Իրականում դա շատ վտանգավոր է իր համար։ Նա պետք է մի փոքր հարգալից լինի Վաշինգտոնի նկատմամբ։ Ես չեմ ուզում, որ նա հաջողության հասնի, բայց ուզում եմ, որ քաղաքը հաջողության հասնի։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Թրամփը նախ սոցիալական իր էջում գրել էր եւ այսպես ամեն ինչ սկսվում է նախադասությունը, իսկ ավելի ուշ հայտնել. մենք ուզում ենք, որ Նյու Յորքը հաջողակ լինի, գուցե նրանց մի փոքր օգնենք։ Նորընտիր քաղաքապետն իր պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից եւ առաջիկա տարիներին պաշտոնապես կգրի քաղաքի ամենաերիտասարդ, ամենավստահված եւ երիտասարդ մահմեդական ու դեմոկրատ սոցիալիստ լինելու մասին ամենաբարձր ձայնով հայտարարող գործչի կոչումը։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։